Բարև։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գետնային իշամեղուների մոտ ժամանակն ընկալելու կարողությունը շատ ավելի բարդ է, քան կարծում էին։ Իշամեղուները տարբերում են իրադարձությունների տևողությունը ճշգրտությամբ, որը համեմատելի է որոշ ողնաշարավորների կարողության հետ։ Մեծ Բրիտանիայի կենսաբանները հայտնաբերել են, որ այս միջատները կարողանում են միմյանցից տարբերել վայրկյաններ տևող ժամանակային ինտերվալները, անգամ այն դեպքում, երբ վիզուալ խթանները ունեն նույն գումարային տևողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biology Letters ամսագրում։ Ինչու է սա կարևոր։ Ժամանակի տևողությունը հետևելու կարողությունը ֆունդամենտալ կոգնիտիվ ֆունկցիա է։ Այն օգնում է կենդանիներին սնունդ հայթայթել, կողմնորոշվել, հաղորդակցվել ու անգամ գնահատել միմյանց վարքագիծը։ Մարդիկ, մյուս պրիմատները, առնետները կամ աղավնիները հեշտությամբ են տարբերում մի քանի վայրկյան տևող ինտերվալները։ Իսկ այ միջատների դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Նրանց կարողությունները շատ ավելի բազմազան են, քան սպասվում էր։ Օրինակ, կրետները կարող են 5 րոպեն տարբերակել կես ժամից, իսկ իշամեղուները արդեն դրսևորել են սահմանված ինտերվալում 6 կամ 36 վայրկյան անց պարգևը սպասելու կարողություն։ Նրանք նաև կարողանում են ընկալել ծաղիկներում նեկտարի թարմացման արագությունը, ընդ որում իշամեղուների ամենամոտ ցեղակիցները մեղրատու մեղուները նույնատիպ գիտափորձերում տարբեր ժամանակային ինտերվալների նկատմամբ զգայունություն չեն ցուցաբերել։ Այսինքն միջատների մի խմբի սահմաններում կարողությունները զգալիորեն տարբերվում են։ Մարիա Թագուհու Լոնդոնի համալսարանի թիմը որոշել է ստուգել, թե գետնային իշամեղուները որքան ճշգրիտ են կարողանում տարբերել ժամանակային ինտերվալները։ Հետազոտողները իրենց առջև դրել են էքսպերիմենտալ երկու խնդիր։ Առաջին գիտափորձում իշամեղուներին միաժամանակ ցույց են տվել 5 ու 10 վայրկյան պարբերականությամբ թարթող երկու լամպ։ Յուրաքանչյուր փուլի ներսում մի լամպը վառվել է կարճատև 0.5 ու 1 վայրկյանանոց բռնկումներով, իսկ երկրորդը ավելի երկարատև 2.5 ու 5 վայրկյան։ Կարևոր հանգամանք՝ տարբեր լամպերի լուսարձակման գումարային տևողությունը տարբերվել է, ինչը հեշտացրել է խնդիրը։ Միջատները պետք է սովորեին, որ ինտերվալն է կապված պարգևի քաղցր ջրի հետ, իսկ որը խինինի տհաճ լուծույթի։ Ուսուցումից հետո իշամեղուները անցել են թեստերի շարք առանց պարգևատրման։ Միջինում նրանք ճիշտ ընտրություն են կատարել 62% դեպքում, ինչը մի փոքր բարձր է 50%-անոց պատահական մակարդակից, սակայն առանձին առանձնյակների մոտ արդյունքները խիստ տարբերվել են։ Իշամեղուների 1/5-ը ավելի հաճախ սխալվել է, քան ճիշտ է ընտրել։ Մյուս 5/5-ը ցույց է տվել 86%-անոց ճշգրտություն։ Սա խոսում է շոշափելի անհատական տարբերությունների մասին։ Երկրորդ գիտափորձում խնդիրը զգալիորեն բարդացել է։ Այս անգամ լամպերի լուսարձակման ընդհանուր ժամանակը եղել է նույնը։ Յուրաքանչյուրը 5 րոպեանոց փուլում վառվել է ուղիղ 2.5 վայրկյան։ Տարբերվել է միայն թարթման ստրուկտուրան, հաճախակի կարճատև բռնկումներ հազվագյուտ երկարատև բռնկումների դիմաց։ Այսինքն արտաքնապես խթանները նման էին ու իշամեղուները ստիպված են եղել կողմնորոշվել հենց ժամանակային պատեռնով, այլ ոչ թե լուծի պայծառությամբ կամ տևողությամբ։ Ու միևնույն է, միջատները սովորել են տարբերել ինտերվալները դեպքերի 58%-ում ընտրելով ճիշտ տարբերակը։ Այս արդյունքները ցույց են տալիս, իշամեղուները իրոք զգայուն են վայրկյանների ու անգամ վայրկյանների մասերի նկատմամբ, ընդ որում նրանք կարողանում են վերլուծել ոչ միայն ազդակի պայծառությունն ու տևողությունը, այլև ժամանակի մեջ լույսի բաշխումը, այսինքն կարողանում են ընկալել իրադարձությունների ռիթմը։ Գիտնականները ենթադրում են, որ այսպիսի կարողությունը օգտակար է բնության մեջ։ Օրինակ, իշամեղուն կարող է գնահատել սեփական թռիչքի բարձրությունն ու արագությունը ներքևում գտնվող օբյեկտների պատկերների փոփոխության արագությունից ելնելով։ Դա հատկապես կարևոր է միջատների համար, որոնք եռաչափ տարածության մեջ իրականացնում են արագ ու բարդ մանևրեր։ Ու վերջապես, հետազոտությունը շեշտում է այն, ինչ կենսաբաններն ավելի ու ավելի հաճախ են քննարկում։ Միջատների կարողությունները խիստ թերագնահատված են։ Իշամեղուները ու մեղրատու մեղուները արդեն ցուցաբերել են հմտություններ, որոնք հատուկ են ավելի զարգացած կենդանիներին։ Նրանք կարողանում են տարբերել թվերը, տեղակայել դրանք ձախից աջ ու անգամ ընկալել 0-ի հասկացությունը, ինչը հազվագյուտ մաթեմատիկական աբստրակցիա է։ Այժմ ցուցակը համալրել է ևս մի զարմանալի հմտություն՝ ժամանակը ճշգրիտ չափելու կարողությունը։ Անտարկտիդայում գիտնականները հայտնաբերել են սառույց, որը անփոփոխ է մնացել 6 միլիոն տարի։ Սառույցի մեջ օդի փոքրագույն բխբջակներ են, որոնք այսօր դառնում են երկրի մթնոլորտի հնագույն արխիվներից մեկը։ Woods Hole օվկիանոսագիտական ինստիտուտի գիտնականները նկատում են սառցային կեռները իսկական ժամանակի մեքենաներ են ու ոչ այլաբանական իմաստով։ Սառած բխբջակները պահպանել են հնագույն մթնոլորտի գազային կազմը բառացի իր իսկ սկզբնական վիճակում։ Սա դարաշրջան էր, երբ մոլորակով դեռ քայլում էին ժամանակակից փղերի նախնիները, իսկ համաշխարհային օվկիանոսի մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր։ Գտածոն հայտնաբերվել է Անտարկտիդայի ամենաանսովոր շրջաններից մեկում Ալանյան բլուրներում։ Սովորական պայմաններում հնագույն սառույցին հասնելու համար անհրաժեշտ է հորատել մինչև 2 անգամ 3 կիլոմետր, սակայն այստեղ ամեն ինչ այլ է։ Յուրահատուկ լեռնային ռելիեֆի եւ սառցադաշտի դանդաղ շարժը հնագույն շերտերը հրում են դեպի վեր։ Գիտնականներին բավական է հորատել մինչև 100-ից 200 մետր ու նրանք արդեն անցյալում են։ Այդուհանդերձ այս պոլիգոն
Արգոնում աշխատելը բավականին բարդ է։ Անդադար հզոր կամիները քշում տանում են թարմձյունը, թողնելով մակերևույթը մերկ ու հողմահար։ Իսկ էքստրեմալ ցուրտը դանդաղեցնում է սառույցի շարժը գրեթե մինչև 0։ Պայմանների հենց այս հզվագյուտ կոմբինացիան թույլ է տալիս հնագույն շերտերին պահպանվել մակերևույթին այդքան մոտ գրեթե ոտքերի տակ։ Սառույցի տարիքը պարզելու համար գիտնականները վերլուծում են արգոնի իզոտոպները։ Սա իներտ գազ է, որը ժամանակի ընթացքում կանխատեսելի կերպով փոխում է իր հարաբերակցությունը։ Այդպիսի իզոտոպային նորացույցը տալիս է ճշգրիտ թվեր, զուգահեռ չափել են նաև թթվածնի իզոտոպերը։ Դրանք ցույց են տվել, որ այդ միլիոնավոր տարիների ընթացքում Անտարկտիդան սառել է մոտ 12 աստիճանով, ու սրանք նմանատիպ խիստ ցրտահարման առաջին ուղիղ ոչ թե մոդելային տվյալներն են։ Այժմ թիմն անցնում է ամենահետաքրքիր մասին՝ հնագույն ջերմոցային գազերի կոնցենտրացիայի չափմանը։ Այդ տվյալները թույլ կտան հասկանալ, ինչպես էր Երկրի կլիման բնականորեն փոխվում մարդու հայտնվելուց շատ ու շատ առաջ։ 6 միլիոն տարի առաջ մոլորակը լրիվ այլ էր, ավելի տաք, ծովի ավելի բարձր մակարդակով ու այսօրվանից տարբերվող մթնոլորտով։ Այս շաբաթվա գիտնականն է Անիլ Սեթը։ Անիլ Սեթը գիտակցության ամենահայտնի ժամանակակից հետազոտողներից է, մարդ, ով փորձում է բացատրել, թե կոնկրետ ինչպես է ուղեղը ստեղծում մեր սուբյեկտիվ աշխարհը։ Նա առաջարկում է խիզախ գաղափար։ Գիտակցությունը ոչ թե խորհրդավոր կայծ է, այլ կանխատեսման անդադար պրոցես։ Ուղեղն անընդհատ փորձում է գուշակել, ինչ է կատարվում մեր շուրջն ու մեր ներսում, ու հենց այդ կանխատեսումներն ենք մենք ընկալում որպես զգացումներ, էմոցիաներ ու անգամ սեփական եսի զգացողություն։ Սեթն ուսումնասիրում է ինչպես է ուղեղը կառուցում իրականություն, ինչու ենք մենք վստահում պատրանքներին, որտեղ է անցնում ընկալման ու հալյուցինացիաների միջև սահմանը։ Նրա ուսումնասիրությունները գիտակցության թեման դարձրել են միաժամանակ գիտական ու հասանելի։ Սեթը գրում է գրքեր, հանդես է գալիս TED համաժողովին ու բացատրում բարդ բաներն այնպես, որ թվում է ուր որը բոլորս կհասկանանք, ինչ կառուցվածք ունի մեր եսը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։